Բարիգեսոր սիրելիներ, շնորհակալ ենք, որ Աստված անգամ մեզի նորեն հավաքեց, որպեսզի իրեն խոսքը սերդենք։ Ամեն շաբաթ օրը ժամը 1-ին հոսքը հավաքվենք, ով որ գուզե գնա հեռացանել եւ միասին գնանք սերդողություններ անել։ Biz շարունակենք սերդել Հեսուի քիրքը։ Հավատքի թասեր Հեսուի քիրքեն։ Մեր հավատքը զորացնելու համար ինչ թասեր գնանք առնել աս քիրքեն։ Հասած ենք 8-րդ թասը։ Հավատքի հսկաները Հեսու եւ Քաղեբ երկու հսկաներու մասին հավատքի անոնց մասին մի խոսենք սորվենք այսօր ուրեմն աղոթենք երկնավոր փառավորյա Սուրբ Հայր շնորհակալ ենք քեզ մետեր որը անգամ եւս մեզի կյանք տվիր եւ մեզի իրավունք տվիր որ քու խոսքդ կարդանք եւ քու խոսքդ հասկանանք կխնդրենք որ Սուրբ Հոգիով մեզի առաջնորդես Տեր մեր միտքերը փանաս մեր սիրտերը փանաս որովհետեւ քու խոսքդ կարենանք ըմբռնել եւ մեր կյանքին մեջ յուրացնել։ Տեր Աստված կխնդրենք, որ քու խոսքդ ոչ միայն լսողը լանք, այլև գադարող։ Շնորհակալ ենք Հիսուսի համար, փառքը բադիվը զորություն լար հորը, որդուն եւ Սուրբ Հոգին հավիտի ասավիտենից։ Ամեն։ Ուրեմն մեր համարն է, որ բիցորվենք Եբրայեցիս 13-րդ գլուխ 7-րդ համար։ Եթե մեկը գարտա։ Հիշեցեք ձեր առաջվաններին, որոնք Աստծո խոսքը ձեզի խոսեցան, եւ անոնց վարմունքի վախճանին նայելով իրենց հավատքի նմանեցան։ Նմանինք, այո։ Ուրեմն գսե հիշենք մեզ մի առաջ եղողները, ինչպես ասկերաչ ասած ենք, որ մեզ մի առաջ եղող հավատացյալները հիշելով, տեսնալով անոնց վարքը, մենք ալ իրենց նմանողը լանք։ Հիմա մենք ամեն ծնող գիտե, որ իր երեխաները գստորվին օրինակի հիման վրա։ Եվ շատ անգամ մենք կսենք, որ մեր զավակները սխալ շրջապատ ինգան, եթե սխալ բան անեն։ Ուզենք, որ մեր երեխաները շիդակ շրջապատի մեջ տեսնան, ինչու համար։ Քանի որ ընդհանրապես մարդ տեսնալով գսորվի։ Երեխամը քեզի կտեսնա, ինչպես կուտես ինքնա գսորվի ուտելը, կտեսնա ինչպես կքալես ինքնա գսորվի քալելը։ Մարդ ավելի գսե ինձի գնես, ոչ թե խոսքերս մտի գրե, նայր որ ինչ կնեմ։ Բայց կարևոր է խոսք գնալ։ Ուրեմն շատ կարևոր է որ լավ օրինակ գանք։ Պողոս առաքյալ սակայն գսե որ վիճակ մը գա որ մենք չենք հավնի երբեմն։ Գուզենք լավը անել, բայց չենք գնա։ Օրինակ գսե քանզի չեմ գիտեր ինչ անեմ, քանի որ այն չեմ անել ինչ որ գուզեմ, այլ այն գնեմ ինչ որ գադեմ։ Հռոմեացիցի մեջ գսե 7-րդ գլուխ 15-րդ համարին մեջը։ Երբեմն մարդիկ կան մեր առջև օրինակներ, գադարյալ չեն, բայց նորեն ալ մենք կուզենք ընդօրինակել այն հոգևոր հատկությունները, որ այդ մարդիկը ունին։ Բոլորովին գադարյալ չեն։ Մեր միակ գադարյալը Հիսուսն է, որ մի տեսնանք։ Բայց անոնց հավատքին համար։ Ուրեմն այս շաբաթ պիտի Քաղեբին եւ Հեսուին։ Մինչեւ հիմա Հեսուին գնայինք, այս շաբաթ 11-ը Քաղեբն ա պիտի տեսնանք, թե ով էր Քաղեբը։ Եւ ինչ հավատքի օրինակ ցկեց Քաղեբը մեր համար։ Ուրեմն գարտանք Թվոց 14-րդ գլուխ, ով ունի կովը Թվոց 14-6-10 համարները։ Հա։ Եվ ուտային որդիները Քաղայի մեջ Հեսուին մոտեցան ու Գենեզյան Էփոնեին որդին Քաղեբ անորսա։ Թուն գիտես այն խոսքը որ դերը գատես Արնեային մեջ Աստծո մարդուն Մովսեսին հետ խոսեցավ ինձի ու քեզի համար։ Երբ դերոջը ծարան Մովսես զիս գատես Արնայային գրգեց երգիլը լրդեսելու համար ես 40 տարեկան էի ու սրդիս մեջ եղածին պես անոր լուր փերի։ Սակայն ինձի հետ կացող եղբայրներս ժողովրդին սիրտը թույլտուցին, բայց ես իմ բոլոր սրտովս իմ Տեր Աստուծույս հնազանդեցա։ Նույն օրը Մովսես երկու մրավսելով այն երգիրը որում վրա գտվեց անբաժան վեքեզի ու որդիներու ճարանտություն պիտի ըլլա, որովհետև իմ Տեր Աստուծույս հնազանդեցա։ Ու բոլոր սրտովը ահա Տերը իր ըսածին պես 45 տարի
իմ կյանքս բայեց։ Այն ժամանակեն ի վեր, որ դերը այս խոսքը Մովսեսին ասավ։ Քանի որ Իսրայելի անաբադի մեջ կբդդեր, եւ ահա ես այսօր 85 տարեկան եմ, այսօր դակավին ուժով եմ, ինչպես էի Մովսեսին ձիզ տգած օրը, այն ադենվն է, զորությունս ինչպես է, հիմակվան զորությունս ալ նույնպես է, պատերազմելու եւ ելնելու ու մտնելու համար։ Ուստի հիմա ինձի դուր այն լերը, որուն համար դերը այն օրը խոսեցավ, քանզի թուն այն օրը լսեցիր, որ ենագիմները հոնգը բնագին ու մեծ բարձբաբատ քաղաքներ ունին։ Թերևս դերը ինձի հետ ըլլա, ես սանոնք վրընդեմ, ինչպես դերը ըսավ։ Հեսու զանիգա օրնեց ու Հեպոնյան Կազեփին Կեպրոնը ժառանգություն տվավ։ Այսօր համար Կեպրոն գենեզիաց Հեպոնեին որդին Կազեփին ժառանգությունը եղավ մինչև այսօր, որովհետև Իսրայելի դեր Աստծուն բոլոր սրտով անազանտեցավ։ Այո, շնորհակալ եմ։ Հիմա մենք մեկ բան առաջ գացինք, անիկա Հեսու գարտացինք, մենք հիմա թվոց պիտի գարտայինք։ Թվոցը գարտա 14 անյալ 6-ն է, խառնվեցավ։ Երկիրը լրտեսողներեն Նադեի որդին Հեսու և Հոկոյնի որդին Կաղեր իրենց համբերդները պատրեցին և Իսրայելի որդիներուն բոլոր ժողովուրդին խոսեցան ասելով այն երկիրը, որում մեկին անցան, զանիկա լրտեսելու համար խիստ լավ երկիր մներ, եթե դերը մեզի հաճի, մեզ այն երկիրը տանի և զանիկա մեզի տա, որ կատու մեղր փոխող երկիր մներ, միան թե դերոջը տեն աբստամպ մի ըլլակ և այն երկրին ժողովուրդեն մի բախնակ, քանզի անոնք մեր գերակուրն են, անոնք ապահովությունը կացած է իրենց վրա են ու դերը մեզի հետ է, անոնց մի բախնակ, այդ բոլոր ժողովուրդը ուզեցին կարգոցել անոնք, այն ադեն դերոջը պարկը բգայության խորանին մեջ բոլոր Իսրայելի որդիներուն երևցավ։ Շնորհակալ եմ։ Պատմությունը գիտնալու համար, երբ որ Մովսես ամեն մեկ ցեղեն, 12 ցեղեն, 12 հոգի առավ եւ վրգեց, որպեսզի Քանանու երկիրը լրտեսեն։ 12-ն որ վերադարձան, 10-ը ասին որ հոն հսկաներ Գաբրի եւ մենք չենք կրնար այդ երկիրը ժառանգել, մենք կվախնանք Երանի հետ երթանք Եգիպտոս։ Եվ այսօր համար է որ գսեհոս Քաղեփը եւ Հեսուն իրենց հագուստները բادرեցին, ինչու համար ադիգա։ Ինչու մեկ հագուստը կբادرե 5 դագային մեջ, սուքի նշան է, նեղության նշան է, սիրտը գոդրեցավ, սիրտը բادرվեցավ, ասելով հագուստները բادرեցին, քանի որ Աստծո հագարակ կնեն որ Աստված իրենց ասավ աս երկիրը ցեզի պիտամ։ Աստվածը գսեն որ մենք երբ պիտի երթանք։ Միայն աս երկուքը անոր համար գսին ասոնք հավատքի հերոսներ կամ հսկաներ, Քաղեփը եւ Հեսուն։ Միայն աս երկուքը ասին որ Աստված մեզի աս երկիրը մեզ պիտա անոնց մարդոց սիրտերը հալած են։ Մարդիկը որ պիտի երթանք պիտի քրավենք երկիրը, արդեն վախի մեջ են մեզ մենք ինչու կվախնանք իրենց մե։ Բայց ժողովուրդը մտիկ չրին Հեսուին եւ Քաղեփին եւ Աստված փարգացավ եւ 40 տարի անաբադին մեջը իրենց բդծուց։ Իրենք հասած էին արդեն, բայց չիմդան քաղաքը, չիմդան երկիրը չի ժառանգեցին, քանի որ 10 ցեղերը անհավատ եղան։ Հոսե անիգա է, ուրեմն միթե Աստծո թեմ աբստամբ մի ըլլակ կսե։ Աբստամբությունը քեշ բան է։ Աբստամբությունը լավ բան չէ։ Ընտանիքիդ մեջ երբեմն երեխադ քեզի հանդեպ աբստամբ է, աբստամբ հոգի ունի, հագարակության հոգի է ասիգա։ Աստծո խոսածին հագարակ աբստամբությունը եւ ադոր բադիժը թուն վերջի գրես։ Եվ այդ ամեն ժողովուրդը որևէ մեկը ողջ չմնաց 40 տարվա մեջ անոնք ամեն ալ մեռան անաբադին մեջ։ Միայն Հեսուն եւ Քաղեփը գրցան Քանանու երկիրը երթալ եւ ժառանգել։ Անոր համար Հեսուն գսես սիրտովը հնազանդեցավ։
ժողովուրդ ուզեց իրենց քարգոծել, բայց Հեսուն իրեն սիրտովը Աստծո հնազանդեցավ։ Ուրեմն ինչ տեսակ սիրտ ուներ Հեսուն, Քաղեբը։ Հավատարիմ Աստծո։ Այո, Աստծո հավատարիմ գտնվեցավ մինչև վերջը։ Միշտերը չհավատացին, որ դեռնան հաղթել Աստծո։ Այո։ Նովադորամար Աստված մեր սուտներ։ Եվ Աստված երբ որ տեսավ, որ ժողովուրդը ելավ աս երկուքը պիտի քարգոծեն, Աստծո գսե որ փառքը վգայության խորի մեջ բոլոր Իսրայելի որդիներուն երևցավ։ Աստծո փառքը երբ որ իջավ, մարդիկ վախցան։ Ու Աստված գսե մինչև երբ ասկը պիտի արհամարե եւ մինչև երբ հագարակ իմ բոլոր հրաշքներուս պիտի չհավատա ինձ։ Մեր կյանքին մեջը պետք է նայենք։ Այս ամեն Աստծո ըրած հրաշքները, որ մենք ամեն օր կտեսնանք մեր կյանքին մեջը, մեկ հատ բարձ օտոմը քշե, բզիկ տեղը կնա եկուր, քիծիր որ Աստծո հրաշքներն են, որ քեզի աբահով կբահեն։ Աչափ որ խենթություն է դուրս մեքենա քշելը երբեմն։ Ամենը բարձ բանն է։ Ամեն օր մենք պետք է Աստծո շնորհակալություն հայտնենք իրեն մեզի պահպանելուն համար։ Եթե Աստված մեզի չբահե, չարը մեզի շատ վաղուց արդեն փչացուցած էր։ Մարդոց խաղաղություն չունենալուն համար աշխարհը խոսքը հաստի։ Մարդիկ ճամփուն վրան անհամբեր են, բանն բանելու, որտեղ սրտի խաղաղություն չունի։ Այո։ Անորամար է, որ իրեն ինչպես որ են դիմացինալ անանքիս կնեն եւ խանգարում կբերեն ոսի մարդիկ որ ճամփան են։ Այո։ Եվ ուրեմն մնացած 10 լրտեսներուն անունները մենք չենք հալ հիշեր ով էին, գրված է ով էին, բայց չենք հիշեր։ Միայն կհիշենք Հեսուն եւ Քաղեբը։ Եվ մարդիկ իրենց երեխաներուն անունը Հեսու եւ Քաղեբ կտնեն, այդպես 10 լրտեսներուն անունները չեն տներ, անոնք չնչվեցան, հիշադակում են, վերջացան։ Ուրեմն մենք ինչ կնենք, երբ որ մեզ շրջապատող մարդոց շատերը անոնց կարծիքը կհագասե մեր ամենախոր համոզմունքներուն։ Մարդու հետ կխոսես, դու Աստծո կհավատաս, անի չի հավատար։ Ինչ կնես այն ադեն։ Դու նա իրեն պես չես հավատար։ Դու նա գգքիս, դու նա գչրիս, կթափվիս, թե ոչ դու հաստատ Աստծո հավատքի վրա կգնաս։ Անոր համար կարևոր է ամեն օր Աստծո խոսքը գարտալ։ Երբ որ Աստծո խոսքը գարտաս, քեզի շիտակ ուղի վրա գտնե։ Երբ որ գասկած կմտնա ուղեղիդ մեջը կամ նեղություն կսկաս, կսես աման ինչու համար Աստված չի մտածնալ որ իմ նեղությունս։ Աստծո խոսքը գարտա։ Քիչ առաջվա Սաղմոսը որ գարտացին 37-ը, Աստծո խոսքը գարտա, քեզի շիտակ ճամփո մեջ կտնե։ Եվ հիմա քիչ առաջ որ գարտացինք, ուրեմն Քաղեբը գսե Մովսեսին գսե ես 40 տարեկան է, երբ որ քացի լրտեսելու, եւ հիմա 85 տարեկան եմ, 45 տարի անցավ անոր վրա։ Եվ թեր գսե իմ ուժս իմ վրաս է։ Եվ վախ չունի։ Եվ գսե ինձի դուր ադլերը, ուր որ ад հսկաները գաբրեին։ Եվ Աստված անոնք իմ արջևես պիտի հրե պիտի դանի։ Քաղեբը թեր հավատքի վրա է։ Անոր ուր որ ինքը ոտքը թրած էր 40 տարի առաջ, ադի ալ գուզե ետ առնել, ինքը գուզե ադի լայրեն հողը։ Ամենաթժվար դեղն է, լեռնային դեղմն է, դժվար դեղմն է եւ հսկաներ են ապրողները։ Անոնց մեջի մարդիկը մեծ են։ Իրենք անդեղը մարախներով էս կերևնան։ Մենք հիմա չունենք այդտեսակ մարդիկ չենք գիտեր։ Այն ժամանակ կային։ Բայց իրենք համոզված է որ Աստված պիտի առաջնորդե եւ Աստված պիտի օգնե որ Իսրայելը նվաճի այդ երկիրը, հավատքը եւ համոզումը իրեն առաջ կբղեն։ Անվերաբար հավստահություն ունի Քաղեբը Աստծո հանդեպ եւ նվիրվածություն կդրսեւորե դերոջը խոստումին հանդեպ։ Գիտե որ Աստված երբ որ կխոստանա, սուտ չի խոսի։ Աստծո խոստումը եւ ինքը գսե որ ես ամբողջովին կհետևիմ իմ դեր Աստծույս։ 14-ին մեջ գսե անիգա։ Իմ բոլոր սրտովս իմ դեր Աստծուց հնազանդեցա։ Մենք կրնանք ադիգա ասել։ Մեր օրինակը հավատքի համար ասիգա է որ ես կրնամ ասել ես իմ ամեն սրտովս Աստծո հնազանդեցա։ Ասի է կարևորը։ Հագարակ անոնց ովքեր որ
օդար ասվածներու երևեն գերտան եւ բոլորովին չեն հետևի դիրոջը քաղեքի սիրտը ամբողջովին ներված է իր դերոջը ուրեմն քաղեքը ասացա որ այն դարածքը հողագդոր այսինքն որ ի վերջո յուրաքանչյուր ցեղը պիտի ունենա ուղիղ համեմատական է այն չափին թե որքանով անոնք համարձակվեցան բանջել դերոջը խոստումները եւ որքանով պատրաստ են հավատքով քայլել այդ հողին վրա կտեսնակ ինչ օրինակ է մեզի որ չափ որ գնաս ինչ որ գուզես ադի է որ Աստված քեզի կուտա քաղեքը մեծ ուզեց Աստված այրեն մեծ դվավ դժվարը ուզեց դժվարը դվավ Տերոջի խոստումները որքանով պատրաստ ենք հավատքով քայլել այդ հողին վրա։ Կհավատաս, որ դու պիտի գնաս քայլել այդ հողին վրա, այն ադեն Աստված քեզի կուտա։ Աստծո խոստումները ինքնաբերաբար չեն իրականանալ անկախ մեր կամքեն։ Ավելին անոնք կպահանջեն վճռական քայլերով ուղեկցվող հավատք։ Եբրայերեն քուցեպարը կրնա արտահայտվել գսե վախ եւ կասկած, սակայն սովորաբար կնշանակե հույս եւ ակնկալիք, ինչ որ թրական բան տեղի կունենա։ Այսինքն Տուն գսես որ կրնա որ Աստված մեզի աս ճամփան կփանա եւ մենք աս լավ բանը կրնանք անել։ Հավատք հույս այդ կորձին համար։ Երբ որ կորձ մը բիտնես, ադոր հանդեպ հավատքով եւ հույսով պիտի դրամատրվես, ոչ թե գասկածանքով։ Այլ հավատքով հույսով որ ասիկա Աստված քեզի աստծրակիրը պիտի դա եւ Աստված քեզի պիտի հաջող ծնե։ Այն ադեն հաջողություն ունենաս։ Կարդանք Հեսու 15-րդ գլուխ 16-19 համարները։ Քաղեքը սավ, ով որ գարիած սապերը զարնե ու արնե իմ ակսա աղջիկս անոր գնության բերիտան։ Եվ քաղաքին եղբորը Գենեզի որդին կոտոնիելը արավ զանիգա ու քաղեք իր ասկա ակսա աղջիկը անոր գնության դվավ։ Երբ անոր գերտար զանիգա հորտորեց որիվ հորմեն ակարակ մուզե և իշուն վրային վայ ճավ ու քաղեք անորը սավ։ Ինչ եղավ քեզի աղջիկը սավ, ինձ օրհնություն դուր, որովհետև ինձ հարավային երկիր մտադիր, ինձ ջուրի աղբյուրն ալդու, ուստի անոր բերի աղբյուրները ու բարի աղբյուրներն ալդուլա։ Այո, հետաքրքիր է։ Կտեսնանք, որ այս պատմության մեջ սերունդ է սերունդ ինչպես հավատքը անցավ, քաղեպեն իր աղջկան։ Ինչպես կտեսնանք ասիկա։ Քաղաք մգար երգիր մգար պետք է զարնվեր, ասա ով որ այդ երգիրը երթազարգե, թափիրը նվաճողին աղջիկս կուտամ։ Իրեն եղբորը դղանքնած այդ քաղաքը արավ, եկավ, հիմա աղջիկը այդ մարդուն գնության տվավ։ Աղջիկը տեսնալը, որ իր ամուսինը շատ զորավոր է եւ հավատքով է եւ քաչ է, քաչություն ունեցավ ասելու, որ իմ հորմես հող ուզե։ Օրդություն ուզե։ Եվ աղջիկը ցիեն իջավ, էշեն իջավ, հայրը գսե որ ինչ եղավ քեզի։ Ասա որ հայրիկ դու ինձ հողը դվիր, ամուսնացուցիր աս մարդեն ինձ ճուրի աղբյուրներ ալդուր։ Այսինքն ես պատրաստ եմ աշխատելու, ես պատրաստ եմ այդ հողը նվաճելու։ Ինձ ճուր դու որ ես այքի դնգեմ։ Հասցակ։ Այսինքն հորը հավատքը աղջկան մեջ նագար, հորը քաչությունը աղջկան մեջ նագար, աղջիկը վախկոտ չէր, որ նոր հող մը ունենա եւ նոր գալվածք մը գարենա ինքը մշակել։ Ադոր համար ճուր ուզեց, հետաքրքիր է։ Նույն հավատքը եւ վճռականությունը գտր սովորը ինչպես որ իրեն հայրը։ Երգիրը իրապես Եհովայի բարգեւն է Իսրայելի, սակայն Իսրայելը պետք է յուրացնե այն հավատքով եւ քաջությամբ պահանջելով դերոջը խոստումները։ Աստված խոստացել է, մենք պետք է հաղորդքով, խոնարհությունով պահանջենք։ Պահանջել ինչ է, ոչ թե ստիպել, այլ պահանջել, այսինքն մեր սիրտը փանագսեն որ դեր Աստված տուն ըսիր, հիմա ես պատրաստ եմ որ դաս ինձի։ Ուրեմն աքսայր անունը վճռականությունը կնախանշի աբեդարաններուն այն կանանց հաստատակամությունը, որոնց ամփոխը կամ աշակերտները չգրցան խոչընդոտել եւ ովքեր չհասնվեցան մինչեւ չստացան Հիսուսի օրհնությունը իրենց եւ իրենց ընտանիքներու համար։ Օրինակի համար Աստված մեզի օրինակ մգուտա Հուգասու մեջ, որ Փեվայրիգինը քնած թադավորին խնդրեց, որ իրեն իրավունքն է։ Թադավորն ալ չար էր, չէր ուզեր իրավունքն էլ, բայց ըսա որ հոգնեցա, այլև սողինջիցից անցրացնե, ասոր իրավունքն եմ։
Աստված գսե որ Աստված շատ ավելի է քան թե թադավորը։ Երբ որ մենք խնդրված կունենք, հատկապես մեր զավակներուն համար, երբ որ մենք աղոթենք, կխնդրենք, Աստված գուսե որ մեր զավակները հավատ կունենան։ Պետք է աղոթենք, Սուրբ Ոգին, առաջնորդությունը, միջամտությունը խնդրենք մեր անհավատ բարեկամներուն, ասկագաններուն համար, որ Աստված անոնց ողորմությունն է եւ այդ հավատքի չահը մենք կարողանանք հաջորդ ծերունդին անոնց տալ։ Որբեսի ավելի մեզ եկողները ավելի մեծ պատասխանատվություն ստանալու հնարավորություններու մասին մտածեն եւ ունենան։ Ինչ կնանք մենք անել Աստվածային արարչությունը ստանալու նպաստելու եւ անոնց մարզելու համար, որքանով վճռոշ է մեր օրինակը այս կորձընթացի մեջ։ Ուրեմն մենք օրինակ ենք։ Ինչ տեսակ օրինակ մենք կծառայենք, երբ որ մենք Աստծո համար, ժողովրդին համար կծառայենք, անոնք ադի կտեսնան։ Մեր զավակներն կտեսնան, մեր թոյնը կտեսնան, ի վերջո օրը այդ հավատքը մեջտեղ պիտի ելնե։ Ուրեմն Քաղեփ առաջին ստացավ իր ժառանգությունը։ Իսկ Հեսուն գսե ամենեն վերջինը ստացավ իր ժառանգությունը։ Հեսուն բաժնեց հողը, բոլոր ցեղերուն բաժնեց հողը եւ վերջավորությունը ասա որ հիմա ինձի ինչ կուզեք թե ինձի տվեք։ Շատ խոնար էր։ Աչափ զորավոր լալուն, աչափ առաջնորդը լալուն, ինքը խոնարհություն ուներ Հեսուն եւ վերջավորությունը գսե տեսանք ինչ ժառանգություն միտանք Հեսու 19:40-51 Հեսու 19:40-51 ինքը գարտա Եվ անոն ջարան սահման ասիգա եղավ Սարա ու Եսաուղ և Եսամես ու Սաղաբիթի այգոն դեպլա 49 ներողություն Նե, բանը, ես այեղբայր բիգարդա ներողություն Սամեխ բե ու երգիրը իր սահման երողը Աժնելը ուսնել է ետքը Իսրայելի որդիները այդ Նավյան Իսոյին իրենց մեծ ժառանգություն տվին։ Տերոջը հրամանում անոր ուզած Համնակ Սափան իրեն դրին Եփրեմի լեգամը վրա ու անիրա քաղաքը շինեց եւ անոր մեջ հնագեցավ։ Ասոնք են այն ժառանգությունները, որոնք Երիազար, Հանան և Նավյան, Հեսուն ու Իսրայելի որդիներուն ծերերուն նահապետները ծերովի մեջ դերոջը աչե նավություն խորանի տղանը քով վիճակով աժնեցի ու լմեցուցի։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն Նավյան Հեսուն եւ Եղիազար քահանան վիճակով բոլոր հողը բաժնվեցավ, բոլոր քանանու երկիրը բաժնվեցավ 12 ցեղերուն, 11 ցեղերուն պետք է ասենք այն որ Ղևի ցեղը ժառանգություն չուներ, անիկա դաջարին մեջը պիտի ապրեր, ժողովուրդը մյուսները իրենց հոգ պիտի անեին, ադի ուրիշ թաս է, ուրեմն վգայթյան խոային թրանը քո վիճակով բաժնեց եւ լմացուցին, այսինքն վերջացուցին, ամեն մարդ հողը առավ Եվ հիմա Հեսուն իրեն ինքը առավ Թամնան Սարան, Թամնատ Սարան ըսվածը, երկու բարեկը բարգանաս քաղաքին անունը, առաջին անունը կնշանակի հաշվել կամ նշանակել, երկրորդը կնշանակի ավելցած կամ մնացորդ, այսինքն ավերակ եղած քաղաք մներ, Հեսուն չվախծավ ավերակ բամը առնելու եւ անի վերանորոգելու, շինելու, այդ ուժը ուներ ինքը թեռնելու Սակայն հետաքրքիր բանը կա, որ այս քաղաքը սելովին մոտ էր եւ Աստծո դաջարը կամ դաբանագը սելովի մեջ մնաց, սելովի մեջ դրին։ Շատերը գսեն, որ սելովը եղավ Երուսաղեմ վերջը, Երուսաղեմ քաղաքին հին դեղը, հին անունը սելովն էր։ Կամ անգլերեն Սալեմ գսեն, սելովն էր։
Ուրեմն Հեսուն սպասեց մինչև որ ժողովուրդը ստանա իր բաժինը, հետո Հեսուն որպես ժառանգ ընտրեց ոչ թե երկրին խիտ բնակեցված տարածքներեն կամ ամենադպավորիչ քաղաքներեն մեկը, այլ համեստ քաղաքը կամ կցանոր ավերակներ, որպեսզի այն վերագառուցով ծանր աշխատանքով ուրիշ համարներու հետ։ Իրեն ինքը, ուրեմն իրեն սիրտին մեջ անիկագար, որ ինքը Տերոջը մոտ տեղը ըլլա։ Իրեն քաղաքը, իրեն ամրած տեղը Աստծո դաջարին մոտ ըլլա։ Ուրիշ տեղը Դավիթ թագավորը գսե որ մեկ բան կխնդրեմ Տերոջմեն եւ շատ պիտի փափակեի այն որ Տերոջը դանը մեջ բնակվիմ իմ կյանքից բոլոր օրերուն մեջ որ Տերոջը քեղեցիկ վայելչությունը տեսնեմ իբանոր դաջարին մեջ խորհրդացեմ Սաղմոս 27:4-ին մեջ գսե։ Ուրեմն վերջացնելու համար քալով Եբրայեցիներուն 12 մեկ եւ երկու համարները պիտի գարտանք նայենք որ մեր ամենամեծ օրինակը ինչ է հիմա մենք տեսանք որ Հեսուն եւ Քաղեբ հավատքի խոշոր հերոսներ են եւ մեզի համար օրինակ էին հիմա նայենք որ մեր ամենեն կարեւոր օրինակը ով է Ուստի մենք որ այսպես այն շատ վկաներուն խազմությամբ շրջապատված ենք ամեն զամրություն ու մեր վրային մեկից ենք մեզի ջուրավ մաշարով մեղքը համբերությունով կազմենք մեր արջև թրված ասպարեզին ընթացքին Հիսուսի նայինք մեր հավատքին առաջնորդը գադորողին որ իր արջև գեցած ուրախության համար խաչն հանցնե հանցնարավ այո այո շնորհակալ եմ ուրեմն նայելով գսած բոլոր հավատքի հերոսներուն ամենեն վերջը նայենք Հիսուսին որ ինքն է մեր փուն հավատքի առաջնորդը որ խաչը հանցնարավ ամոթը արհամարեց երբեմն մենք կամշկան գսելով որ մենք քրիստոնյա ենք ու բանը լանք ազնիվ գտնվին գսենք շիդագենք երբեմն կամշտան գսելով որ մենք ինչ եկեղեցի գերտանք երբեմն կամշտանք մարդիկ կան կամ երկու հակատիր բաներ գլա գսես որ աման գլուխ չունիմ ասի չի հասկնա չես ասել որ եղբայր Աստված քեզի ստեղծեր է ամոթ է դու եթե չես գիտեր Աստծո մասին կնա սորվիր այդ չափը գնանք ասել Հիսուս մեզի համար ամոթը խանսարավ խաչի վրա մեռավ մենք բզդիկ բամը չենք գնա Հիսուսի համար ոտքի գայնի լևսել Հիսուս գսե ով որ աս մարդոց արշև ինձի թավանի ես անոր բիթավան իմ հորս արջև եթե մենք հոս ամշտանք Հիսուսի մասին խոսելու Հիսուսը բիդ ամշտա մեզի համար խոսելու օրը երբ որ ասիկա գիտնանք գարձեմ թե ամեն բան ավելի շիտակ կնայինք նայելով Հիսուսին մենք ավելի բայձար եւ հստակ պատկերացում կստանանք Աստծո մասին եւ տեսնելով կփոխվինք բարությունը սերը մեր մերձավորներու հանդեպ կդառնա մեր բնական փնաստը մենք կզարգացնենք աստվածային բնավորության համապատասխան բնավորություն Աջելով անոր նմանությամբ մենք կընդայնենք Աստծուն ճանչնալու մեր կարողությունը մենք ավելի սերտ ընկերակցության մեջ կմտնանք երկնային աշխարհի հետ եւ անընդհատ կզորանանք հավիտենականության գիտությունը եւ իմաստության հարստություն ցերկ բերելու համար մեր գաբը Աստծո հետ ավելի զորավոր կլա մենք չմոռնանք Չխորինք որ մենք մեր ուժովը մենք փամ մնենք կրնանք մենք մեր ուժովը փամը հաղթել երբ որ մեկու մեկ պիտ խոսես երբ որ նեղության մեջ ես երբ որ շվարած ես չես աղոտ կրե եկտա որ Սուրբ Հոգի ինձ օգնե կխնդրեմ իմ միտքս բաց ինձ իմաստություն դուր որ քու բնավորության պես անեմ ինչ որ պիտի լան է աստեղը քանի որ հիմա Պողոս Արաքյալը գսե որ մենք երկու հագաթիր ուժերու մեջ ենք, որ գուզե մեր բնավորությունը ցևավորել։ Չարը եւ Հիսուս, երկուքն էլ գուզե մեր բնավորությունը ցևավորել։ Մենք որն կողմը պիտի մենք մի որոշենք, թե երբ որ Հիսուսի կողմը գլանք, բարի կողմը գլանք, այնադեն Հիսուսի բնավորությունը կունենանք։ Երբ որ չարին կողմը գլանք, նախանցադերություն, հբարտություն, եսասիրություն, ակահություն, աստեսակ բաներ, գրաբաշխություն, եսաբաշխություն, տրամաբաշխություն, ասոնք Սատանայի չարին կողմը գլան։ Ուրեմն այս ասեցությանը հագաստելու համար Սուրբ Հոգին գնա վերափոխել մեզ ներսեն, թեպի դուրս։ Ինչպես որ թրթուրը
գիտեք թրթուրը ворտ մնե, վերջը թիթեռնիկ կլա։ Երբ որ բոժոժին մեջ կմտնա, ժամանակ մը վերջը գեղեցիկ թիթեռ կլա։ Աստված ագնա մեզի այդպես գեղեցիկ թիթեռ մանել իրեն парքին համար։ Եվ մենք ասիկա գլա, երբ որ մենք կնվիրվենք Աստծո եւ գխնդրենք անոր, Աստծո գխնդրենք շարունակել իր բարի գործը, որ անիգա սկսած է մեր մեջ, Փիլիպպեց 1:6-ը։ Եվ վերջո մենք պետք է գիտակցված ընտրություն ունենք ամեն բա հոգիով քալելու համար։ Միտքիս մեջ միշտ պետք է մտածեմ, որ Աստծո հոգիով պետք է քալեմ։ Արդյոք Հիսուս ինչ պիտներ իմ դեղս։ Արդյոք Աստված ինչ պիտի խոսեր իմ դեղս։ Այո, ինչպես որ քիչ առաջ քարոզի մեջ լսեցինք, Աստված է մեր ամեն բան տվողը։ Քաղաքի հավատքը այժմ նույնն էր, ինչ եղած էր, երբ այն վգայից լրտեսներով վատ լուրին հագարակ։ 45 տարի քաղաքին հավատքը չի խախտվեցավ։ 45 տարի սպասեց, որ ինքը այդ երկիրը ժառանգե։ Իր հավատքը չի խախտվեցավ։ Որչափ դժվարության մեջ ենք, մենք կսենք Հիսուս պիտի կա, Հիսուս պիտի կա, շատերը կսեն, օ, աչափ տարի 2000 տարի կսեմ Հիսուս պիտի կա։ Այո, Հիսուս պիտի կա։ Մեր հավատքը թող չի խախտի ժամանակին համար։ Աստծո ժամանակ գոյություն չունի։ Ադիգա մեզի համար է միայն։ Այն քաղաք հավատաց Աստծո այն խոսմանը, որ իր ժողովրդին որպես կալված պիտա կանանու երկիրը։ Եվ այս առումով ան լիովին, քաղաքը լիովին հետևեցավ դերոջը։ Անի ժողովուրդը երկար թափառեց անաբադին մեջ, այսպիսով գիսելով հանցավորներուն հիասթափություններ եւ դժվարությունները։ Չսա որ բավամ ես ձեզ ինչ գործ ունեմ, ես հավատացի, ես երթամ մենակս ճարանքեմ, չէ։ Անոնց հետ դժվարությունները քաշեց, նեղությունները քաշեց անոնց հետ միասին, բայց հավատքը չի գործընծուց։ Սակայն ան չդրդնչած ադոր համար։ Դրդնչալը շատ քեշ է, քանքադիլը շատ քեշ բնավորություն է։ Աստված չսիրե, երբ որ մենք ցեզի թող քանքադի, տեսեք որ ինչ կսկակ։ Ասենք թե տուն գերագուր եփերես, այդ գերագուրի հանդեպ ամենեն բարձ բանը մեկը փամը թող քանքադի, հոշման գլաս գերագուր եփելուն։ Գիտեք կուկա, կներվիս։ Կսես որ բավամ չեմ եփեր, բայց քաղե բանակ ջրավ նորեն հրավ, նորեն կորձը հրավ։ Աստված չսիրե, որ մենք դրդնչանք, առանց դրդնչալու մեծարեց Աստծո ողորմությունը, որ իրեն պահպանած էր անաբադին մեջ, մինչդեռ իր եղբայրները մեռած էին։ Անաբադային թափառումների բոլոր նեղություններուն, վտանգներուն եւ բադուհասներուն ժամանակ, ինչպես նաեւ քանան մտնել են վերջը բادرազմի դարիներուն, Տերը բահած էր անոր։ Եվ հիմա 80-ը անց 85 տարեկան էր։ Իր ուժը չէր գործընծած, զորավոր էր թե, բարմանյալին պես։ Ան իր համար չխնդրեց արդեն նվաճված երգիրը, այլ այն դարածքը, որ լրտեսներու գարձիկով մի անգաման անհնար էր գրավել։ Աստծո օգնությամբ ան գխլեր իր ամրոցը այն հսկաներեն, որոնց զորությունը սասանած էր Իսրայելի հավատքը։ Ինքնափառապանման կամ ինքնամեծարման ցանկությունը չէ, որ հուշած էր քաղաքի խնդրանքը։ Խիզախ տարեց ռազմիկը գուզեր իր ժողովրդին օրինակ ցույց տալ, որ բադիվ գբեր Աստծո եւ քաչալեր ցեղերուն ամբողջությամբ նվաճելու այն երկիրը, որ իրենց հայերը անհաղթելի համարած էին։ Էլեն Ուայթին քրությունն անհաբետների մարգարեներ քիրքեն։ Քաղաքի հավատքը Աստծո հանդեպ, որ անոր քաչուն տվավ, զերծ պահեց մարդու վախեն։ Աստծո հավատալը մարդու վախեն քեզ իդ կփռնե։ Չի ցկե որ մարդե վախնաս, քայ Աստծո հավատացել ես։ Եվ հնարավորություն տվավ անոր համարձակորեն եւ անսասան գայնելու իրավունքի պաշտպանության գործի մեջ։ Նույն զորությամբ երկնային զորքերի հզոր զորավարին ապավինելով խաչի յուրաքանչյուր իսկական զինվոր, որ մենք խաչի զինվոր ենք, կրնանք ուժ եւ քաչություն ստանալ հաղթահարելու անհաղթահարելի թվացող խոչընդոտները։ Աստծո խոսքը հիանալի է, Տերը հիանալի է, Աստված հիանալի է, եւ մենք կրնանք ամեն օր Տերը ճաշտել եւ փառապանել եւ ամեն փառք, զորություն, խովափայություն ըլլա մեր հորը, որդուն եւ Սուրբ Հոգին։ Հիսուսի անունով ամեն։ Շնորհակալ եմ ուշադրության համար, մինչեւ հաջորդ հանդիպում։